Գյուղական համայնքներում աղջիկների և կանանց սոցիալական դերի շուրջ ձևավորված կարծրատիպերը շարունակում են ազդեցություն ունենալ նրանց կյանքի տարբեր ոլորտներում։ Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոնն է թեման ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի կանանց հիմնադրամի հետ համագործակցությամբ Կվինֆոյի ֆինանսական աջակցությամբ իրականացնելով թույլտվություն ենթադրամաշնորհային ծրագիրը։ Թույլտվություն բառը ինքնին իրենից ներկայացնում է մի պատնեշ, մի արգելք, որը խոչընդոտ է հանդիսանում հատկապես գյուղաբնակ կանանց և աղջիկներին հասնելու իրենց նպատակներին։ Ազատ ու անկաշկանդ որոշումների վրա ազդող սահմանափակումները 30 կոմիքսների տեսքով են ներկայացվել Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում։ Դրանք ներկայացնում են տարբեր իրավիճակներ, որոնցում հայտնվում են կանայք ու աղջիկները, բախվելով թույլտվության մշակույթին։ Յուրաքանչյուր կոմիքսը մի պատմություն է, մի ընտանեկան իրավիճակ, որը մեր ներկայիս իրականությունն է ներկայացնում, այսինքն այն հորինված չէ, չափազանցված չէ։ Հաճախ խաչվում են 3 սերունդների կանայք եւ աղջիկները։ Ունենալով տարբեր ակնկալիքներ միմյանցից, ունենալով տարբեր երազանքներ եւ տարբեր պատկերացումներ դրականի ու լավի մասին, հաճախ այդ հանգամանքով ծնվում են խտրականություն, ծնվում են սահմանափակումներ եւ ստացվում է այնպես, որ գյուղաբնակ կանայք եւ աղջիկները ստիպված են իրենց ամեն մի քայլի համար թույլտվություն ստանալ։ 30 կոմիքսները ներկայացնում են 14-ից 22 տարեկան գյուղաբնակ աղջիկների և կանանց իրական փորձառությունները։ Դրանք տարածվել են առցանց թույլտվություն հեշթեգով սոցիալական մեդիա արշավի միջոցով, նպաստելով թեմայի շուրջ հանրային քննարկումների ակտիվացմանը։ Կոմիքսների պատկերներով տպագրվել են նաև կտորե պայուսակներ։ Մեր խոսքը ավելի լայն լսարանների հասցնելու համար մենք տպագրեցինք 90 պայուսակ եւ այդ 90 պայուսակները մենք բաժանեցինք մեր գործընկերներին եւ տարբեր գործընկեր կառույցների եւ բոլոր նրանց, ովքեր եկել էին եւ մասնակցեցին ցուցահանդեսին։ Այս կերպ մենք պատկերներ եւ կոմիքսներ դարձրեցինք ավելի շարժական եւ ավելի տեսանելի։ Այս կերպ նրանք դուրս են գալիս ցուցասրահից եւ մուտք են գործում, հասնում են առօրյա կյանք մարդկանց։ Երկու նկարչուհիներ են աշխատել կոմիքսների ստեղծման համար, նշում են, սա այն դեպքն է, երբ արվեստը դուրս է եկել իր սահմաններից։ Իմ վրա շատ է տպավորվել, որ փոքրիկ երեխան ուզում է հեծանիվ քշի, ու մայրը չի թողնում, ասում է, չէ, դու տղա չես, դու պետք է հեծանիվ չքշես։ Կամ մի ուրիշ տեղ, երբ փոքրիկ երեխան ուզում է բարի հաճախի, ասում են, չէ, դու աղջիկ ես, դու ամոթ է, ասենք այդ կարգի խնդիրներ չպետք է լինեն։ Սա պարզապես դիզայն չէ կամ հասարակ պայուսակի տպագրություն, այլ այն ուղերձ է, եւ այդ ուղերձը այսօր կարող ենք մենք կրել մեր ուսերին եւ այդ տարբերակով բարձրաձայնել այն ամենի մասին, ինչի մասին, որ ցավոք սրտի շատ հաճախ լռում ենք։ Միջոցառման ընթացքում կազմակերպված պանելային քննարկումը բարձրաձայնել է գյուղաբնակ աղջիկների եւ կանանց սոցիալական վարքագծի սահմանափակումները, դրանց հետևանքներն ու հնարավոր լուծումները։ Հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով կտորե պայուսակների բաժանմամբ եւ բուռն քննարկումներով թույլտվություն եզրույթի ազդեցության շուրջ։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Փարիզում տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության եւ ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորելով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնման միտված հետևողական ջանքերի շարունակականությունը։ Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։ Երկուստեք ընդգծվել է տարբեր ուղղություններով գործընկերության խորացման եւ համատեղ նախաձեռնությունների արդյունավետ առաջմաղման կարեւորությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր։ Կարևորվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում ակտիվ փոխգործակցության շարունակականությունը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը միտված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Օդիլ Ռենո Բասոն ընդգծել է վզեբի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանի կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի եւ բարեփոխումների իրականացման գործում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ, Հայաստանի վարչապետին օդանավակայանում դիմավորել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Կրիստել Շալդեմոզը։ Ստրասբուրգում տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը։ Հանդիպումից առաջ տեղի է ունեցել վարչապետի պաշտոնական դիմավորման արարողությունը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանի ոսկե գրքում։ Ռոբերտա Մեցոլան ողջունել է վարչապետի այցը եւ նշել, որ այսօրվա հանդիպումն ու վարչապետ Փաշինյանի ելույթը կարևոր հնարավորություն են անդրադառնալու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառու է հետեւողականորեն զարգացնելու Եվրամիության հետ փոխգործակցությունը։ Վարչապետը բարձր է գնահատել նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների առաջմղման գործում Եվրամիության շարունակական աջակցությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգային մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, ընդգծելով խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի կարևորությունը։ Պարոն նախարար, կանանց գումարտակի նոր զորանոցի բացման արարողությանը պատրաստ ենք։ Մարտի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենքշինության բացման հանդիսավոր արարողությանը։ Ողջույն ձեզ։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ նորամուտի կապակցությամբ փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Կեցե, կեցե, կեցե։ Հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ։ Նախարար Պապիկյանը շրջայց է կատարել Զորամասի տարածքում, ծանոթացել կին զինծառայողների համար ստեղծված կենցաղ կացարանային պայմաններին։ Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է Հայաստանի նախկին վարչապետ ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը։ Հովիկ Աբրահամյանի հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ վարույթը վերաբերում է նրա եղբորը Հերիկ Աբրահամյանին եւ եղբոր որդուն Հովանես Աբրահամյանին։ Քննությամբ հիմնավորվել է, որ Հովիկ Աբրահամյանի եղբոր Հենրիկ Աբրահամյանի որդին Հովանես Աբրահամյանը 2003 թվականին հիմնադրել է Մեծն Հովնան ՍՊ ընկերությունը, որը Արարատի մարզի Արաքսավան գյուղի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի Մեծն Հովնան տեղամասի Հրազդան եւ Արաքս գետերի միանալու հատվածում, այդ թվում պետական սահմանի համապատասխան սահմանային նշանների հատվածում գտնվող ողողատարներից իրականացրել է գետավազի արդյունահանում։ Այդ ընթացքում Հովիկ Աբրահամյանը ցանկանալով Մեծնովնան ընկերությանը հատկացված տեղամասին հարակից նույն տնտեսական գործունեություն ծավալող եւ ավազի արդյունաբերությամբ զբաղվող Ավազատիկ ՍՊ ընկերության 60% բաժնեմասին տիրանալ, միջոցներ է ձեռնարկել, որպեսզի այդ գործընթացը իրականացվի եւ նպատակը եղել է այն, որպեսզի Ավազատիկ ընկերությունը փաստացի միավորվի Մեծնհովնան ընկերության հետ եւ արդյունքում կունենա ավելի մեծ շահույթ, կխուսափի մրցակցային ռիսկերից, ինչպես նաեւ ըստաված անձանց տվյալ դեպքում եղբոր Հենրիկ Աբրահամյանի եւ եղբոր որդու Հովանես Աբրահամյանի միջոցով կառավարի նշված ընկերությունները։
Մտադրություն իրականացնելու համար ըստ մեղադրանքի Հովիկ Աբրահամյանը օգտագործելով պաշտոնեական դիրքը եւ ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից խոչընդոտներ է ստեղծել ավազահատիկ ընկերության Արարատի մարզի Նորամարկ համայնքից վարձակալած 5 հեկտար հողատարածքից օրենքով սահմանված կարգով իրականացվող ավազի արդյունահանումն իրականացնելու համար, ձեռնարկել է նաեւ միջոցներ արդյունահանումը դադարեցնելու ուղղությամբ։ Այդ նույն ժամանակահատվածում Հովիկ Աբրահամյանի եղբայրը Հենրիկ Աբրահամյանը հանդիպել է Նորամարկ համայնքի ղեկավարին եւ պահանջել է, որպեսզի միակողմանի լուծի վարձակալության պայմանագիրը այն պատճառաբանությամբ, թե իբրև հողամասը ըստ նպատակային նշանակության չի օգտագործվում։ Տվյալ դեպքում Նորամարկ համայնքի ղեկավարը հասկանալով, որ ըստ միակողմանի վարձակալության պայմանագիրը լուծելը անօրինական է, սակայն գտնվելով անելանելի վիճակում, մտածելով, որ կարող է իր համար խնդիրներ առաջանալ, ընդհուպ Աբրահամյանները կարող են հասնել իրեն աշխատանքից ազատելու, միակողմանի լուծել է վարձակալության պայմանագիրը, այդ կերպ արգելելով, որպեսզի ավազատիկ ընկերությունը զբաղվի ավազի հանույթի արտահանմամբ։ Այնուհետև 2008 թվականի հունիսին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հովիկ Աբրահամյանը իր աշխատավայրում հանդիպել է ավազահատիկ ընկերության 60%-ի բաժնետեր Գևորգ Գևորգյանին։ Ընկերության գործունեության խոչընդոտները վերացնելու եւ ավազի հետագա արդյունահանումը թույլատրելու համար Գևորգյանից պահանջել է ավազահատիկ ընկերության 60% բաժնեմասը գրանցել եղբոր Հենրիկ Աբրահամյանի եւ տվյալ պահին ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Սարգսյանի անվամբ։ Գևորգ Գևորգյանը հասկանալով, որ իրականում այլ իրավիճակ չկա, որպեսզի կարողանա հարցին լուծում տալ, համաձայնվել է եւ ըստ էության ձևական առողջարքի պայմանագրով 30% հարաբերակցությամբ իր 60% բաժնեմասը օտարել է Հովիկ Աբրահամյանի եղբորը եւ Ալիկ Սարգսյանի ներկայացուցիչին։ Դրանից հետո արդեն Հենրիկ Աբրահամյանը կրկին հանդիպել է Նորամարկ համայնքի ղեկավարին, պահանջել, որպեսզի վերջինս ավազատիկ ՍՊ ընկերության հետ վերակնքի նախկին 5 հեկտար հողամասի վարձակալության պայմանագիրը, ինչը կատարվել է։ Հենրիկ եւ Հովանես Աբրահամյանի օժանդակությամբ ավազահատիկ եւ մեծն հովնան ընկերությունների կառավարմանը մասնակցելու արդյունքում Հովիկ Աբրահամյանը ստացել է առանձնապես խոշոր չափերի շուրջ 230 միլիոն 400 հազար դրամ շահույթ։ Մեկ այլ դրվագով Հենրիկ Աբրահամյանը դեռևս 2000 թվականին հիմնել է Հովանես G ընկերությունը, որի ֆիրմային անվանումը հետագայում վերափոխվել է Արտաշատ Վինկոմ ՓԲ ընկերությանը։ Այն նույն ժամանակահատվածում, երբ որ Հովիկ Աբրահամյանը զբաղեցրել է բարձր պաշտոններ, քաղաքացիական ծառայության մասին, հանրային ծառայության մասին օրենքով սահմանված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ եղբոր Հենրիկ Աբրահամյանի օժանդակությամբ մասնակցել է Արտաշատ Վինկոմ ՓԲ ընկերության կառավարմանը։ Աբրահամյանը հովանավորել է Արտաշատ Վինկոմ ընկերությանը, ինչը ի թիվս այնի պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ տեղական ինքնակառավարման մարմիններից շուկայականից էապես էժան գնով կեղծ աճուրդով անշարժ գույքեր է ձեռք բերել։ Տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով նշված ընկերությանը կեղծ աճուրդով տրամադրվել են հողամասեր, ինչպես Մղջան համայնքում, այնպես էլ Նարեկ համայնքում։ Մեկ այլ դրվագով Աբրահամյանի եղբոր որդին Հովանես Աբրահամյանը, լինելով մեծն հովնան ընկերության տնօրենը, ավազի հանույթն իրականացրել է չնախատեսված վայրից, Արաքսի գետի խառնարանային հատվածի անմիջապես հունից, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին։ Փոխվել եւ ցամաքել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անպատասխան սահմանային նշանների հատվածում Արաքս գետի շուրջ 6 կիլոմետր երկարությամբ հիմնական հունը, ինչի արդյունքում առաջացել է շուրջ 307 հեկտար մակերեսով կղզյակ։ Արաքս գետի նախկին հունի վերականգնման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 321 միլիոն 773 հազար դրամ։ Առաջացել նաև այլ ծանր հետևանքներ, մասնավորապես մեծն հովնան ՍՊ ընկերության գործունեության վայրում ավազի լվացման արտադրամասի տարածքում առաջացել է 5950 մետր քառակուսի մակերեսով հողի դեգրադացում։
Նախաքննության ընթացքում Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է ներկայացվել 2 դրվագով։ Պաշտոնատար անց հանդիսացող Հովիկ Աբրահամյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելուն օժանդակելու, ինչպես նաև վերջինիս պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու համար։ Հովհաննես Աբրահամյանը մեղադրվում է շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելու համար, ինչպես նաև պաշտոնատար անց հանդիսացող Հովիկ Աբրահամյանի ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելուն օժանդակելու համար։ Վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Իրանի դեմ ռազմական գործողությունների 12-րդ օրը հարվածները շարունակվում են ամբողջ Մերձավոր Արևելքում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել են նոր Խորեմշահր հրթիռներով Իսրայելին հզոր հարվածներ հասցնելու մասին։ Թիրախում են հայտնվել Թել Ավիվը եւ Հայֆան։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 12-ի։ Թիրախավորվել են նաև Կատարում, Քուվեյթում եւ Իրաքում ամերիկյան ռազմաբազաները, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան նավատորմը։ Ըստ ԻՀՊԿ-ի սա պատերազմի ընթացքում Իրանի ամենազանգվածային գործողությունն էր հակառակորդի ուժերի եւ օբյեկտների դեմ։ Զուգահեռ շարունակվում են հարվածները Իսրայելի եւ Հզբոլահի միջև։ Բեյրութի հարավային արվարձաններում պայթյուններ են լսվել։ ՄԱԿ-ի տվյալով վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լիբանանում մոտ 700,000 մարդ լքել է իր տունը։ Զոհերի թիվը հասել է 500-ի։ Հաղորդագրություններ են տարածվել նաև անհայտ արկերով Հորմուզի նեղուցում 2 բեռնատար նավի թիրախավորման մասին։ Նավերից մեկի տախտակամածին հրդեհ է բռնկվել, անձնակազմին տարհանել են։ Իրանը եւս հարվածների է ենթարկվել, թիրախավորվել է Թեհրանը։ Իրանական կողմի տվյալով պատերազմի մեկնարկից ի վեր ամերիկյան եւ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 1300-ը։ ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցի մերձակայքում իրանական 16 ականապատող նավ ոչնչացնելու մասին։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը Հորմուզի նեղուցում ականներ տեղադրի, ապա դրանք պետք է անմիջապես հեռացվեն, այլապես լուրջ հետևանքներ կլինեն։ Պենտագոնը հայտնել է, որ փետրվարի 28-ին պատերազմի սկզբից ի վեր վիրավորվել է 140 ամերիկացի զինծառայող, նրանցից 8-ի վիճակը ծանր է։ Ավելի վաղ հաղորդվել էր 7 զինծառայողի զոհվելու մասին։ Սպիտակ տունը հայտարարել է, որ զինվորականներն աշխատում են Իրանի հրթիռային արտադրությունը վերացնելու ուղղությամբ։ Քերոլայն Լևիթի խոսքով ամերիկյան հարվածներին Իրանի պատասխանը մեծապես թուլացել է։ Նա հայտնել է, որ էպիկական ցասում գործողության նպատակներին հասնելու համար ի սկզբանե նախատեսված էր 4-ից 6 շաբաթ, բայց այն ժամանակացույցից առաջ է ընկել։ Գործողությունները կդադարեն, երբ գլխավոր հրամանատարը որոշի, որ ռազմական նպատակները լիովին իրագործվել են եւ որ Իրանը լիարժեք եւ անվերապահ կապիտուլյացիայի վիճակում է, անկախ այն բանից նրանք դա կընդունեն, թե ոչ։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին լիակատար սուտ է անվանել Վաշինգտոնի հայտարարությունը, թե Իրանը պլանավորում էր հարվածել ամերիկյան ուժերին։ Այս ստի միակ նպատակն էր արդարացնել էպիկական սխալ գործողությունը, դժբախտ գործողություն, որը կազմակերպվել է Իսրայելի կողմից եւ որի համար վճարում են սովորական ամերիկացիները։ Ըստ Ալ-Մայադին հեռուստաալիքի աղբյուրների Թեհրանը հրաժարվել է միջնորդական ջանքերով հանդես եկող բոլոր երկրների առաջարկներից։ Միևնույն ժամանակ Իրանը 3 պայման է առաջադրել ռազմական գործողությունների դադարեցման եւ բանակցություններին վերադառնալու համար։ Իրանի իշխանություններն ըստ հեռուստաալիքի Միացյալ Նահանգներից պահանջում են ապագայում երկրի վրա չհարձակվելու երաշխիքներ, փոխհատուցման վճարում եւ իր միջուկային օբյեկտներում միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի իրականացման Իրանի իրավունքի ճանաչում։ Մերձավոր Արևելքում իրադրության առնչությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ներկայացվել 2 բանաձև։ Արաբական երկրների ներկայացրած բանաձևը դատապարտում է Ծոցի երկրների եւ Հորդանանի վրա Իրանի կողմից իրականացված հարձակումները։ Նաեւ դատապարտվում են Թեհրանի գործողությունները կամ սպառնալիքները Հորմուզի նեղուցի հետ կապված։ Ռուսաստանն էլ ներկայացրել է բանաձև, որով դատապարտվում են քաղաքացիական անձանց թիրախավորող բոլոր հարձակումները եւ կոչ է արվում բոլոր կողմերին դադարեցնել մարտերը եւ վերադառնալ բանակցությունների։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին դատապարտել է Պարսից ծոցի երկրների ներկայացրած բանաձևը, այն անվանելով կողմնակալ տեքստ, որով փորձ է արվում փոխել ագրեսորի եւ զոհի դերերը։ Նա շեշտել է, ամերիկա-իսրայելական հարվածների թիրախում են դպրոցները, հիվանդանոցները եւ բնակելի շենքերը։ Իրավանիի խոսքով մարտի 7-ին Թեհրանում եւ այլ քաղաքներում վառելիքի պահեստարաններին հարվածների պատճառով մթնոլորտ են արտանետվել մեծ քանակությամբ թունավոր նյութեր, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքացիների համար։ Նա դատապարտել է նաեւ ջրի աղազերծման գործարանին հարվածը, որի հետևանքով տասնյակ գյուղեր մնացել են առանց ջրամատակարարման։
Շատ ցավալի է, որ անվտանգության խորհուրդը շարունակում է լռել։ Խորհուրդն աչք է փակում այս կոպիտ խախտումների վրա, չնայած ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն նրա հիմնական պատասխանատվությունն է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումը։ Այսօր Իրանն է, վաղը կարող է լինել մեկ այլ ինքնիշխան պետություն։ Իրավանին դատապարտել է նաև Լիբանանում իրանցի 4 դիվանագետի թիրախավորված սպանությունը, դա որակելով պատերազմական հանցագործություն։ Իրանի շուրջ զարգացումների ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ ուկրաինական զինվորականների խումբը եւ գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը մեկնել են տարածաշրջան, որպեսզի օգնեն Պարսից ծոցի երկրներին պայքարել իրանական անօդաչուների դեմ։ Hello, Cyrus. Remember I told you? 3 օր շարունակ կապանցի ֆիլմասերների համար անցկացվեց հնդկական ժամանակակից ֆիլմերի փառատոն։ Կինոնկարները ցուցադրվեցին Հայաստանում Հնդկաստանի դեսպանության նախաձեռնությամբ, որի ներկայացուցիչները եւս Մարս կենտրոնում էին։ We are organizing this film festival since 2024. Մենք այս ֆիլմերի փառատոնը անում ենք 2024-ից սկսած։ Վերջերս այն անցկացվեց Երևանում, եւ մեր արտակարգ եւ լիազոր դեսպանը որոշեց, որ այն պետք է տանենք նաեւ մարզեր, եւ այսօր Սյունիքում ենք։ Կապանը շատ գեղեցիկ քաղաք է, մարդիկ խաղաղ են եւ հանգիստ։ Ֆիլմերը ցուցադրվեցին հինդի լեզվով, անգլերեն եւ հայերեն ենթագրերով, ինչը միջոցառումը լայն հանդիսատեսի համար հասանելի դարձրեց։ Մարզպետի աշխատակազմի աջակցությամբ ներկաները կինոնկարները վայելեցին Սյունիք կինոթատրոնում։ Տեղի ունեցել Սյունիքի մարզպետի աշխատակազմում հանդիպում Հնդկաստանի դեսպանության ներկայացուցիչների հետ եւ առաջարկել են 3 օր կազմակերպենք հնդկական ֆիլմերի փառատոն։ Բնականաբար պատրաստակամություն ենք հայտնել աջակցելու։ Այցելուները հնարավորություն ունեցան անվճար դիտելու 3 ժամանակակից հնդկական ֆիլմ՝ սիրո, քաջության եւ անձնական փորձությունների մասին, համեմատականներ տանելով նաեւ մեր մշակույթի հետ։ Ինձ շատ հետաքրքիր է հնդկական ֆիլմի կոլորիտը, մշակույթը, թե ինչ է ներկայացնում իրենց հետաքրքրությունը հնդկական ֆիլմի, իրենց հագուստները, իրենց արվեստը, իրենց ուտելիքները, իրենց մշակույթը շատ հետաքրքիր է ֆիլմի մեջ ներկայացված։ Իրենք էլ են շատ ակտիվ մշակույթում, մենք էլ ենք շատ ակտիվ։ Հետաքրքիր է հնդկական մշակույթը, նրանց ոճը, խոսելաձևն էլ ու կուզեմ ապագայում ուսումնասիրել այդ լեզուն։ Այս նախաձեռնության շնորհիվ ֆիլմասերները եւս մեկ անգամ զգացին հնդկական կինոյի հմայքը եւ մի քանի ժամով տեղափոխվեցին այլ իրականություն, որտեղ բարին պարտադիր հաղթում է չարին։ Գեղանկարիչ Փափա Գալոյանը մոտ 2 տասնամյակ ղեկավարել եւ անմնացորդ նվիրվել է Վանաձորի կերպարվեստի թանգարանին։ Այդ տարիների ընթացքում նրա կերպար օրինակ է եղել մյուս աշխատակիցների համար, ասում են գործընկերները Փափա Գալոյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառմանը։ Անմնացորդ նվիրումը, որ ունեցել է թանգարանի հանդեպ, սկսած են փոքր մանրուքից մինչև մեծ աշխատանքներ, շատ մեծ հոգատարություն են դրսևորել այդ հարցերում։ Պատասխանատվության զգացումը, պահանջկոտությունը, սկզբունքայնությունը, դրանք այն հատկանիշներն են, որ ինձ համար բնորոշում են Փափա Գալոյան տնօրենին։ Իսկ մարդկային որակների մասին կլռեմ, որովհետև այդ մասին շատերն են խոսում, էլի անմնացորդ նվիրված իր արվեստին, իր շրջապատին, ընկերներին, հարազատներին, չգիտեմ, ինձ համար կոնկրետ ինքը օրինակելի մարդ է, ումից կարելի է դաս առնել, սովորել եւ նրա կողքին կարող ես հասունանալ որպես եւ աշխատակից եւ որպես մարդ անհատ։ Գեղանկարիչը 3-րդ դասարան է եղել, երբ ճաշարանի պատից կախված փոթորկոտ ծովի տեսարանով նկարը գրավել է ու տարված այդ գեղեցկությամբ, նկարչությամբ զբաղվելու որոշում է կայացրել։ Ու չնայած, որ ընտանիքում ամեն ինչում ընդառաջում էին, որոշման հետ չհամաձայնվեցին, սակայն իր հնարամտությամբ կարողացավ ստանալ հայրիկի համաձայնությունը։ Պապան ասաց չէ, չի լինի, ասի ինչ է։ Դե ասեց տրանսպորտ պետք է նստես, պետք է գնաս, պետք է գաս, ասի ես արդեն գիտեմ ինչի չհամաձայնվեցիք, որ ես նկարչում։ Պապան ասաց ինչի, ասացի որովհետև նկարչական դպրոցը փողով է։ Պապան ինձ նայեց, երեսին զարմացած, նայեց մեծ քուրս տաններ, ասաց այստեղ։ Ու տենց էլ ասաց, այս շամ որդին անենց բան ասաց, էլ չեմ կարա։ Վաղը իրան կվերցնես ու կգնաք այդ նկարչական դպրոցը։
Փափա Գալոյանը խոր արմատներով է կպած հայրենիքին ու հայրենի քաղաքի հողջերին։ Ասում է հայրենիքից դուրս ապրելու ու ստեղծագործելու առաջարկները մերժել է, քանի որ իր մեջ ունի հայրենատեր լինելու զգացումը։ Անցած ճանապարհի համար երախտագիտությամբ է հիշում ընտանիքի, ուսուցիչների ու դասախոսների մասին։ Որպես նշանակալի իրադարձություն եւ ձեռքբերում շեշտում է ոչ թե առաջին անհատական ցուցահանդեսը, այլ հանրապետական ցուցահանդեսի մասնակցությունը։ Շատ դժվար ու բարդ էր հանրապետական ցուցահանդեսներին մասնակցել։ Ցուցահանդեսից հետո հայտարարություն կար, որ Ամերիկայում միջազգային ցուցահանդես է ալնելու եւ այդ նույն նկարը, որը կոչվում էր «Սա է մեր երգը», նկարել էի սեղան տախտակը ուղղայաց դրված, որի վրա ուրեմն դուդուկներ եւ կողքը նոտայի թերթերը։ Այդ աշխատանքը մասնակցեց նաեւ Ամերիկայում ցուցահանդեսի, որից հետո տեղափոխվեց Մոսկվայի ցուցահանդես եւ այնտեղ գնվեց այդ աշխատանքը։ Պատերազմից հետո Փափա Գալոյանը քիչ է ստեղծագործում։ Ընդամենը մի քանի անգամ է փորձել նկարել կամ գրել, սակայն վրձինն ու գրիչը կապված հոգեվիճակի հետ նույն կերպ չեն ստեղծագործում։ Գեղանկարչի վերջին տարիներին արված իրիկնամուտ կոչվող նկարում 6-ամյա թորնիկը տխրություն, մռայլություն է նկատել ու պապիկին խորհուրդ է տվել երկինք, արև ու լույս նկարի։ Ինքը հայրենի բնության, հայրենի եզերքի շատ մեծ գովերքակ է։ Շատ գեղեցիկ, ինչ որտեղ քնարական, ինչ որտեղ ավելի հատու ծրագրով, բայց ինքը շատ գեղեցիկ բնանկարիչ է։ Շատ առինքնող արվեստ ունի Փափա Գալոյանը եւ հույս ունեմ, ուզում եմ նաեւ վստահ լինել, որ նա շարունակելու է, նրա վրձինը կրկին աշխատելու է նույն հզորությամբ, նույն ուժով եւ մեզ զարմացնելու է նոր անհատական ցուցադրությամբ։ Ես էլ շատ եմ ուզում, բայց պետք է կարողանամ իմ մեջ հաղթահարեմ, որովհետեւ դա ուրիշ աշխարհ է։ Որովհետեւ ուրիշ աշխարհ է դա։ Պետք է մտնեմ իմ աշխարհը։ Ես չեմ կարող փոխվել այս աշխարհից ընկնեմ իմ աշխարհը։ Իսկ հենց նկարիչների երկու տեսակ կա։ Կան կատարող նկարիչներ եւ կան ստեղծագործող նկարիչներ։ Ստեղծագործող նկարիչին պետք է հոգու, էներգիա, պետք է տրամադրվածություն եւ այլ, որովհետեւ նա ստեղծագործելու է։ Ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Փափա Գալոյանին Վանաձորի համայնքապետարանի եւ Կերպարվեստի թանգարանի կողմից հանձնվեց շնորհավորագիր։ Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Միասնիկյան գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդ օգտագործում եւ տանը պահում է խոշոր չափերի թմրանյութ։ Փետրվարի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել տղամարդու բնակության վայրում։ Հայտնաբերվել է ընդհանուր 1 կիլոգրամ 312 գրամ կանեփանման չորացրած մանրացված զանգված։ Տանտերը հայտնել է, որ մարիխուանան իրենն է եւ պահում էր անձնական օգտագործման համար։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։